Մենք հետադրական պրոցեսների մասով ես առաջարկություն արեցի Լիագումար նիստի ժամանակ Ժառանգության խմբակցությանը եւ իրենք արձագանքեցին, որ իրենք պատրաստ են մենք հետադրական պրոցեսները քննարկենք ազգային ժողովում, միացան նաեւ Հայ-Հեղափոխական դաշնակցություն խմբակցությունը, այնուհետև նաեւ եղավ ցանկություն իհարկե իմ առաջարկից հետո որ բոլոր մյուս խմբակցությունը նույնպես մասնակցեն եւ իրենք բոլորը ընդունել են իմ առաջարկը։ Հիմա մենք աշխատում ենք մի հայտարարության տեքստի վրա։ Ոնց ենք պատկերացնում այդ քննարկումը։ Մենք պատկերացնում ենք, եթե ընդհանուր համաձայնության գանք, կազմակերպենք արտահերթ նիստ եւ քննարկենք հետընտրական պրոցեսները։ Եվ որի վերջում մենք ունենանք ընդունված հայտարարություն։ Հիմա մենք աշխատում ենք այդ հայտարարության տեքստի վրա, սկզբունքների վրա եւ եթե կունենանք կգանք ընդհանուր համաձայնության, ապա մենք արտահերթ նիստ կգումարենք, եթե ոչ, ուրեմն պրոցեսները կշարունակվեն։ Սա է մեր մոտեցումը։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի հայտարարությանը, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր մոտեցումները, իր տեսակետները, ես որևէ կերպ չեմ ցանկանում արձագանքել այդ հայտարարությանը։ Ընդհանրապես դուք գիտեք, որ մենք ունենք 915 քաղաքային եւ գյուղական համայնքներ։ Ընդհանրապես մենք պարտվել ենք 70 համայնքներում, որոնցից 15-ը քաղաքային համայնքներ են եւ 55 գյուղական համայնքում։ Եվ շատ է խոսում այդ հրաժարականների կամ պարտությունների մասին, եթե 915 համայնքից մենք պարտվել ենք 70-ում, կարծիքով դա շատ վատ ցուցանիշ չէ եւ 58.6%-ով հաղթելը իմ կարծիքով դա շատ նաեւ ցանկալի է եւ շատ ուրախալի է։ Եվ ես մեկ համաձայն չեմ, համամիջ չեմ այն մարդկանց հետ, որ եթե մենք որևէ մի համայնքում, դա կլինի քաղաքային համայնք, թե կլինի գյուղական համայնք, մենք պարտվել ենք, ապա պետք է համայնքապետը կամ քաղաքապետը հրաժարական տա, դրան մենք դեմ ենք, ընդհանրապես մեր կուսակցությունը, որովհետև դա չի նշանակում, որ տվյալ համայնքի ղեկավարն է մեղավոր, որ մեր թեկնածուն պարտվել է։ Դա ընդհանուր խնդիրներ են, որ մենք պետք է հետագայում քննարկենք եւ հասկանանք։ Ես դա համարում եմ ոչ թե որ դա կուսակցության նախաձեռնություն է եղել, օրինակ որ Շիրակի մարզպետը հրաժարական է ներկայացել կամ Արմավիրի քաղաքապետը, դա բարոյական խնդիր եմ ես համարում եւ իսկ մարզպետի հրաժարականը պետք է ընդունի կառավարությունը, նույնը քաղաքապետի Արմավիրի։ Թե ինչ դիրքորոշում ցուցաբերի կառավարությունը, ապագայում մենք առաջիկայում կտեսնենք։ Դա կուսակցության պարտադրանքը չէ եւ ոչ էլ իշխանության։ Դա իրենք բարոյական տեսակետից են ընդունել այդ իրենց քայլը եւ ես գտնում եմ, որ կառավարությունը կտա իր տեսակետը, իր գնահատականը։ Սա է մեր մոտեցումները։ Ինչու է Ռաֆի Հովհաննիսյանը կոշտացնում, ճիշտ կնի որ հարցը ուղղեք իրեն, բայց իմ տեսակետը այն է, որ մենք այս ընտրություններում հաղթել ենք եւ հաղթել ենք շատ լավ ցուցանիշներով 58.6% եւ մեր թեկնածուին ձայն են տվել 861,000 քաղաքացիներ։ Ես եթե հիշում եք իմ ազգային ժողովի ելույթում նույնպես ասեցի, մենք հարգում ենք այն 539,000 քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Ռաֆի Հովհաննիսյանին օգտին եւ իրենք էլ պարտավոր են հարգել 861,000 այն քաղաքացիներին, ովքեր ձայն են տվել Սերժ Սարգսյանին։ Մենք առաջարկում ենք ողջամիտ առաջարկ ենք անում, նստել սեղանի շուրջ խոսել, ընդունել առաջարկները, քննարկել առաջարկները, իմ կարծիքով ոչ որևէ բռնություն նախպատի չի բերի մեր ժողովրդին, մեր պետությանը, մեր քաղաքական ուժերին, որ գնան նման քայլերի եւ ժողովրդին ուղղորդեն բռնությունների, եւ եթե դուք տեսնում եք, բոլոր միջազգային դիտորդական առաքելությունները տվել են շատ լավ բարձր գնահատական։ Ես եթե լսում եք, ես յուրաքանչյուր խոսքի մեջ ասում եմ ողջամիտ առաջարկություն։ Եթե պետք է Ռաֆի Հովհաննիսյանը գնա առաջարկի, ասի արի գնանք երկրորդ փուլ պարոն Սերժ Սարգսյան, պարոն Սերժ Սարգսյանը ոնց պետք է համաձայնվի, դա ողջամիտ առաջարկություն է։ Եթե պարոն Հովհաննիսյանը գնում, պարոն Սարգսյանին առաջարկում է ազգային ժողովը լուծարենք, Սերժ Սարգսյանը ոնց պետք է գնա, ընդառաջ եթե դա սահմանադրության օրենքի որևէ կետով հնարավոր չի դա իրականացնել։ Իմ կարծիքով ողջամիտ առաջարկություն, այո, ինչպես ասեցիք, այո, կարող է առաջարկել, ասել, որ ենթադրենք կոնկրետ որևէ մեկ Ժառանգության կուսակցության անդամ շատ լավ կկառավարի տվյալ ոլորտը։ Ես առաջարկում եմ, որ ընդգրկեք կառավարությունում։ Թող առաջարկեք եւ ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը նման հարցեր պատրաստ կլինի քննարկել պարոն Հովհաննիսյանի հետ եւ դա ողջամիտ առաջարկ եմ ես համարում։ Բայց մեկ դա բանություն մենք տվել ենք։
Քաղաքապետի ծեծելու մասին քաղաքապետը տվել է եւ համապատասխան բոլոր այն մարդիկ ովքեր առաջում են տվել են։ Ինչ վերաբերում է քաղաքապետի աթոռի վրայի աչքը։ Տենց աչք չկա եւ այդտենց աթոռը որևէ մեկն որևէ աչք չունի եւ ես գտնում եմ որ դա հերյուրանքներ է այն ի սկզբանե որ խոսում էի պարապ մարդիկ զբաղված են պարապ գործերով։ Լավ կլինի որ եթե ժողովրդի չեն կարողանում օգուտ տան գոնե իրենց ջանքը, իրենց ֆինանսական ծախսերը իրենց ընտանիքի վրա ուղղեն եւ փորձեն իրենց ընտանիքի բարեկեցությունը ավելի լավացնել։ Եվ դա իհարկե ընդհանուր եմ ասում, նաեւ այն բոլոր մամուլներին, որոնք պատվեր են կատարում, եւ այդ պատվիրատուներին է իհարկե խոսքս ուղղվում, օգտվելով առիթից նաեւ ասեմ, որ այդ գումարները որներ են դնում պատվերներ են ձևակերպում ինձ վրա իմ անձի վրա թող այդ գումարներն ուղղեն իրենց ընտանիքի բարեկեցությունը եւ բարոյականությունը ապահովեն եւ իրենց սոցիալական խնդիրներ լուծեն իրենց ընտանիքի դա շատ կարեւոր կլինի մեր երկրի եւ ամուր ընտանիք ունենալու համար ամուր ընտանիքը տալիս է նաեւ ամուր պետություն վերջում Բայց որ իմանայիք ասել էլի անունները այդ համարձակությունը ես ունեմ հա Չէ ես մի բան ասեմ այսքան լրագրող կա ես խնդրում եմ լսեք այսքան լրագրող կա այս դահլիճում եւ նաեւ դրսում որևէ բոլոր շատ լրագրողներ կան որ իրենց հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ են թող որևէ մեկը ասի կամ որևէ մեկ անգամ ես որևէ մի անգամ խնդրել եմ որևէ մեկի համար կամ պատվեր եմ միջացրել կամ ասել եմ մեկի վրա մոտ հոդված գրեք շատ մարդիկ ձեզ են ասում իմիջիայից ես Գիզիրյան Աշոտի հրաժարական համարում բարոյական որևէ մեկ իրեն չի պարտադրել որ ինքը հրաժարական տա եւ Գիզիրյան Աշոտը շատ լավ է աշխատել որպես մարզպետ եւ չի կարելի մարզպետի աշխատանքը կամ համայնքապետի աշխատանքը նաեւ կապել ուղիղ ընտրությունների արդյունքների հետ դա գտնում եմ ես ոչ ճիշտ մոտեցում եւ ես դա ուղղակի համարում եմ իր բարոյական քայլը իսկ կառավարությունը կընդունի հրաժարականը առաջիկայում կարծ կլինի բայց դուք ինչ պատասխան եք ուզում իշխանությունից այդ ինչ պատասխանը տվել է կենտրոնական դրական հանձնաժողովը ես համամիտ չեմ ձեզ հետ որ եթե որևէ մեկ գյուղում մասնակցություն 90% է դա վատ է կամ ինչ կապ ունի արտագաղթի հետ ես չեմ կարծում որ գյուղերում հնարավոր է որ 10% 5%-ից ավելի մարդ բացակայի եւ դա ամեն ինչը գիտեք ինչ եթե դուք վերցնում եք հիմա այս կոնտեքստում եք քննարկում հնարավոր է որ մարդկազգում մտահոգություն առաջանա բայց ես նորից եմ ուզում կրկնել 1988 տեղամասում որևէ մեկ խախտման դեպք չի արձանագրվել այս հարցերը ինչու են առաջանում ինձ համար զարմանալի է եթե լիներ նման խախտում գոնե կլիներ որևէ մի հանձնաժողովի անդամ որ չէր ստորագրի արձանագրության հատուկ կարծիք գրեր ինչպես եղել են տարբեր ընտրությունների ժամանակ եղել են դեպքեր որ նույնիսկ 2-3 հանձնաժողովի անդամ չեն ստորագրել արդյունքները չեն համաձայնվել բայց որևէ մեկ դեպք այս պարագայում չկա եւ վերջնել հայտարարել որ Ռաֆի Հովհաննիսյանը հաղթել է մեկ նաեւ մեր թիմի մեջ էլ մարդկանց վախեցած են խոսում ես չեմ հասկանում ինչ հրաժարականների մասին պիտի խոսք լինի եթե մենք 58.6% հաղթել ենք յուրաքանչյուր եվրոպական երկրներում ամերիկայի պես երկրում նախագահներ 51% ավելով չեն հաղթում նույնիսկ 500 ձայնով են հաղթում հիմա ինչու համար է հարց առաջացել որ 58% չի հաղթում 36.7%-ին եւ եթե լիներ 68% անպայման դուք ասեք խախտումներով է եղել ոնց եղավ 68% եղավ հիմա որ նորմալ 58% են մենք 58%-ով ենք հաղթել մարդկանց մոտ կարծիք հայտնում որ ցածր տոկոսը կարող է պարտվել ենք Հանրահավաքը մենք չեյալ ենք համարել որովհետեւ մենք չենք ուզեցել որ մենք ակրած գնանք բռնությունների որ մեր ընտրազանգվածքը խնդիր ունենա Ռաֆի Հովհաննիսյանի ընտրազանգվածի հետ ուրեմն մենք նույնիսկ մենք ասել ենք որ լինել են փոփոխություններ բոլոր ոլորտներում նույն կառավարությունում այո բայց դա չի վերաբերվում որ դա վարչապետի փոփոխություն է որ դուք միշտ փորձում եք ասեք վարչապետի փոփոխություն լինել է թե ոչ որևէ նման հարց չի քննարկվել իսկ ես որ նախագահի հետ հանդիպել ենք մենք խոսել ենք մեր գործերի մասին ազգային ժողովի ոչ թե գնացել ենք քննարկել ենք ուրեմն կառավարության ապագա կառավարության կազմի մասին եւ իմ կարծիքով դա դեռ շուտ է մենք դեռ խնդիրներ ունենք Երևան քաղաքի ընտրություններ որ մարտի 3-ից սկսում են արդեն առաջադրումները պետք է սկսենք զբաղվել այդ մասին մենք ցանկ պետք է կազմենք դեռ ավականու ունենանք եւ ես գտնում եմ որ մենք ըստ ժամանակակցի գնալու ենք առաջ շտապելու որևէ խնդիր մենք չունենք եւ ամեն ինչ լուծվելու է օրենքի շրջանակներում եւ շատ ճիշտ օբյեկտիվ
Ոչ, եթե դու գիտեք, ինագուրացիան լինելու է ապրիլի 9-ին, ապրիլի 9-ին ուրեմն հրաժարականը ներկայացնում կառավարությունը եւ մեկ ամսվա ընթացքում եւ վարչապետը եւ կառավարության կազմը ձևավորում է։ Այդ ընթացքում մենք ժամանակ ունենք մտածելու, ձևավորելու։ Եվ ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը շատ ճիշտ որոշում կկայացնի, որը կբխի։ Ապրիլի 9-ին նշանակվեց վարչապետը։ Իսկ ինչու եք բացառում, որ հիմա ապրիլի 9-ին չի նշանակվել։ Ես դա այդպեսի բան չբացառեցի, չէ՞։ Ես հանդիպել եմ պարոն Կարապետյանի հետ, մենք շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք միմյանց հետ եւ մեր հանդիպումը եղել է ուղղակի ոչ որևէ քաղաքական խնդիր մենք չենք քննարկել։ Վերջին արտադրների երեքների ժամանակ դուք դիտավորում եք ես մտածում ինչն է դա Բայց կարելի է գոնե այդ մասին ես չասեմ ինչից եմ ես ուրախանում։ Դատարկ խոսակցություններից եմ ուրախանում։ Դատարկ խոսակցություններից, որ դատարկ բաներ են խոսում, սուտ, անհիմն, այդ դրանից զարմանում եմ։ Վերջին հարցը այլևս հարցի Այլևս չխոսեք եւ վերջ։ Աբրամյան հայոց հերթահասարացն օրենքովին ես ձեզ հարցը սուզում եմ որպես առավել ինֆորմացիա եք այս երկրում։ Երբ կանցած շեշտում եք Ինչ գովել է գովում ինձ է տեսնում եք։ Գովում է որ ասեմ էլ ինչ որ ցանկանում եմ, բայց չեմ ասելու։ Ասում եք պատմել չեք իջեցնել։ Ոչ չեմ իջեցնում էլի։ Հնարավորություն խնդրում եմ ցույցեք նույնիսկ ձևակերպում արտադրել։ Կոալիցիայի հնարավորության ինչ որ ակնարկներ անում եք։ Ես ուզում եմ եւ քանի որ նաեւ ակնարկ եք անում, որ փոփոխություններ սպասում են վերջապես ժողովուրդը կտեսնի ինչ փոփոխություններ։ Բայց այդ վերջին տարիները բավական երկար տարիներ են։ Մենք անընդհատ ականատես ենք լինում, որ կոալիցիոն ձեր պոստը վարժումը, որը այսպես ժողովրդին ինչ-որ օգուտ չի տալիս։ Դա ավելի շատ ըստ իմ տեսանկյունից, արդեն ես կարծում եմ կարծես դուք պորտֆելների ձեռքը կրախնիկացին եք, ես թեշ-թեշ եք անում քաղաքականների եւ այդ քաղաքականների ղեկավարը հայեցողության պորտֆելը տալիս է մեկ սրան, հետո մեկ նրան եւ անդադ ֆրավան է գնում այդ բոլորը։ Ես խնդրում եմ ձեզ ասել, վերջապես մեկ իշխանությունները արդյոք չեն գտնում, որ այլևս կոալիցիա կազմելը երևի թե իրեն չի արվում։ Երևի թե արդեն ավելի նպատակահարմար չէ, առաջնորդվել պրոֆեսիոնալ էքսպերտությամբ։ Եվ պրոֆեսիոնալների առաջ քաշել անկախ կուսակցական պատկանելիություն։ Ես հիմա ինչ որ պիտի ասեմ, դա իմ կարծիքն է լինելու։ Եթե ապագայում հնարավոր լինի ստեղծել կոալիցիա, ես համոզված եմ, որ նախագահի ուրեմն առաջարկներից մեկը, պայմաններից մեկը լինելու է, որ կադրերը լինեն շատ, տվյալ քաղաքական ուժից 2-3 եւ լինեն պրոֆեսիոնալներ։ Այնտեղից որպեսզի ընտրի նախագահը, ով կարող է այդ ոլորտը կառավարել։ Իմ կարծիքով դա իմ կարծիքն է եւ ես առաջարկելու եմ, եթե գոնե այդ ձևաչափով եւ ես համաձայն եմ ձեզ հետ, միշտ լինում են կոալիցիոն գործընկերներ, որ լավ բաները վերագրում են իրենց արդյունքները, վատ արդյունքները վերագրում են իշխանությանը նախագահին եւ դա արդար չէ։ Մենք ապագայում նաեւ նման մոտեցում ցուցաբերենք պրոֆեսիոնալներ։ Parlamentul sistem de recrutări următoare mețapelue. Մարզերը չի, համայնքները։ Խոշորացման ծրագիրն է։ Մատի անենք ես, արդեն ժամանակ ունի։